Սոցիոֆոբիա։ Ես սոցիոֆոբիան անվանում եմ դարի հոգեբանական ժանդախտ։ Ինչու՞։ Որովհետև ամբողջ երկրագնդի բնակչության մոտ 20%-ը տառապում է սոցիոֆոբիայով։ Դուք պատկերացնում եք, սա ինչ ահռելի թիվ է։ Մոտ 1,5 միլիարդ մարդ տառապում է սոցիոֆոբիայով։ Ով չգիտի, թե դա ինչ է, ասեմ, որ սոցիոֆոբը այն մարդն է, որը խուսափում է շփվել այլ մարդկանց հետ։ Ինչու է դա այդպես, որովհետև սոցիոֆոբը վախենում է չընդունված լինել հասարակության կողմից, այսինքն սա չընդունված լինելու վախն է։ Այդ իսկ պատճառով այդ մարդը խուսափում է տարբեր իրավիճակներից և տարբեր մարդկանցից։ Ցավալին այն է, որ սոցիոֆոբը շատ լավ գիտակցում է իր վիճակը, բայց ոչինչ անել չի կարող։ Սոցիոֆոբիան անվանում են բաց թողնված հնարավորությունների սինդրոմ, որովհետև պատկերացնում եք, մարդը կարող է լինել շատ տաղանդավոր, կարող է լինել հիանալի գիտնական, հիանալի նկարիչ և պարզապես ընտիր մարդ, բայց քանի որ տառապում է սոցիոֆոբիայով, նա չի կարող ինքնարտահայտվել և այդ ամենը մնում է իր մեջ։ Սոցիոֆոբիայի մեխանիզմը հետևյալն է. մարդը ուրիշների փոխարեն մտածում է, թե ինչ կմտածեն նրանք իր մասին, այսինքն նա ենթադրում է, իր մեջ սցենար է ստեղծում, որ եթե ես գնամ ինչ-որ մի միջավայր, ինչ-որ մի միջոցառման, բա որ մազերս լավ սանրած չլինեն, բա որ ձայնս իրանց դուրը չգա, բա որ ասեն ես ինչ ես հայքել, բավորներով ես դառնամ ծիծաղի առարկա։ Այդ իսկ պատճառով մարդը գերադասում է մնալ տանը և ուրեմն ոչ մեկի հետ չշփվել։ Երբ այս մարդուն նկատողություն են անում, թեթևակի, բոլորին էլ կարող են նկատողություն անել, բայց սոցիոֆոբը շատ ուժեղ տառապում է, իրեն թվում է նորից իրեն վրա ծիծաղեցին, բայց պարադոքսը նրանում է, որ անգամ եթե այդ մարդուն հաճախ խոսում ես, նա նորից չի հավատում, իրեն թվում է, թե ուղղակի շողոքորթում ես, ուղղակի ուզում ես հենց այնպես կոմպլիմենտ անել, որ նա վատ չզգա։ Հաջորդ վիդեոյում ես կպատմեմ, թե ինչու են դառնում մարդիկ սոցիոֆոբ և ինչպես այն հաղթահարել։ Հետևեք ինձ, այս վիդեոից անմիջապես հետո վիդեոն նվիրված է լինելու դրան։ Ես վստահ եմ, որ դու կարող ես։